Բազմազավակ ընտանիքների համար ինչ ծրագիր ունենք։ Քանի որ այսօր մեր բազմազավակ ընտանիքների հետ կապված նենց է ստացվել, որ մեր ծնելիությունը կտրուկ իջնում է, ժողովուրդ ջան, սա վիճակագրություն է։ Տեսեք, այս կառավարությունը ասում էր 2050 թվին մեր բնակչությունը լինելու է 5 միլիոն, չէ՞։ Մեր բնակչությունը ոչ միայն չի լինելու 5 միլիոն այս տեմպերով եթե գնա, այլ 2005 թվին 25% բնակչությունը լինելու են 65 տարի եւ ավել։ Այ տեսեք, ծնելիությունը իջել է դարել է 1.6, 1.8 մի ընտանիքի համար։ Հիմա տեսեք, մեր ծրագիրը որն է բազմազավակ ընտանիքների 4-րդ երեխայից սկսած, այս ծրագրի մեջ 4-րդ երեխայից սկսած ամեն երեխային պետությունը պետքա այդ երեխայի անունով տուն տա։ Այդ ընտանիքը կարողանում է այդ տան մեջ ապրել, բայց վաճառել չի կարողանում։ Միջև երեխային դառնա չափահաս, որտեվ այդ երեխան որոշի։ Ինչ անի այդ տան մեջ։ 4 երեխա ունի, չգիտեմ, 4-ի ոնց։ Հիմա 4 երեխան, եթե անչափահաս են, օրինակ մեր ընտրվելու դեպքում, անմիջապես այդ ծրագիրը իրականացվելու է, որ 4-րդ երեխա ունեցողներին ոչ թե այդ օրենքը ընդունելուց հետո 4-րդ երեխան ունեցած, այլ այս պահին էլ 4 երեխա ունեցողներին պետք է տուն տա եւ սենց 4-րդին տուն, 5-րդը ծնվեց, 5-րդը 6-ը։ Ասեմ ինչի։ Ասեմ ինչի։ Բիզնես գ։ Չէ, նայեք, ասեմ ինչի։ Ժողովուրդ հարցը առաջանում։ Պրոստը նայեք հարցը առաջանում, մենք նայեք բոլորը հետեւյալ հարցն են, շատերը ասում են, բալա ոնց դες բան կարանք անենք։ Իսկ ես հարց եմ տալիս, ոնց չպետք է անենք, իրավունք ունենք նման բան չանել։ Մեր բազմազավակ ընտանիքները մեր երեխեքի ծնելիությունը կտրուկ իջնում է, մարզերում բնակչությունը կտրուկ իջնում է։ Այս պայմաններում ոնց են կարողանալու մենք դա չանենք։